Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը զավեշտալի է որակում Թուրքիայի խորհրդարանի կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունները, որոնցով արգելվում է խորհրդարանում օգտագործել հայոց ցեղասպանություն, ինչպես նաև Քուրդիստան կամ քրդական շրջանների արտահայտությունները։ Այս օրենքը, սակայն, ըստ Դեմոյանի, հայոց ցեղասպանությանն այդքան էլ չի առնչվում, այն ավելի շատ ուղղված է քրդական խնդրին։ Ցեղասպանության հիշատակման բացառումը այս հարցում շղարշ է, բուն միջուկը Քուրդիստանն է, նշում է Դեմոյանը, հայոց ցեղասպանության հարցի շրջանակներում այն հետընթաց չհամարելով։ Այստեղ ավելի շատ ազդակներ ուղղված է երկրներ, ավելի շատ ուղղված է ազատական շրջանակներին, ի վերջո տեսեք ովքեր են այդ բանաձևին դեմ քվեարկել։ Քեմալականները, վերջին այն կտորները, որ մնացել է քեմալականներից եւ քրդամետ ուժերը։ Այն քեմալականները, ովքեր անցյալ դարի 90-ականներին մոլերանտ կերպով պայքարում էին հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ։ Այսինքն խնդիրը ներքին բախման մեջ է ավելի շատ, որ ոչ այնքան կամ Սփյուռքին կամ Հայաստանի Հանրապետությունը ուղղված ուղերձներ են։ Թուրքիայի պատգամավորների խոսքի ազատությունը սահմանափակող փաստաթուղթը ըստ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի լրջագույն մարտահրավեր է ուղղված մարդու իրավունքներին, այն արժեքներին, որոնք կրում է Եվրոպան եւ որին տարիներ շարունակ միանալու ցանկություն է հայտնում Թուրքիան։ Ուզում եմ պատկերացնել օտարերկրյա դիվանագետները կամ նախագահները, ովքեր հանդես են գալիս կոչով խորհրդանում, արդյոք անգլերեն genocide կամ գերմաներեն Völkermord կամ մեկ այլ լեզվով արտաբերելուց հետո նրանք նույնպես կենթարկվեն պատժի։ Վերջո խոսքը այստեղ վերաբերում է սոյքերեմ թուրքերեն բառին, բայց արդյոք դա համաժեքներին է նաև վերաբերում, ուրեմն օրենսդիրները լուրջ խնդիր ունեն։ Թուրքիայի խորհրդարանում անցած շաբաթ ընդունվեց Իշխող արդարություն եւ զարգացում եւ ազգայնական շարժում կուսակցությունների մշակած պատգամավորների վարքին, արտաքին տեսքին եւ խորհրդարանի նիստերի ընթացքին վերաբերող ներքին կանոնակարգային փոփոխությունների 18 կետից կազմված փաթեթը։ Այս փաթեթի կետերից մեկի համաձայն նախատեսվում է պատիժ սահմանել այն պատգամավորների նկատմամբ, ովքեր կվիրավորեն թուրք ազգի պատմությունն ու անցյալը։ Պատժելի է համարվում մասնավորապես պատգամավորների կողմից խորհրդարանի ամբիոնից հայոց ցեղասպանություն, Դերսիմի կոտորած, Քուրդիստան, Ամեդ, քրդական նահանգներ արտահայտությունների կիրառումը։ Հայկ Դեմոյանն ընդգծում է, թուրքական իշխանության այս քայլը տրամաբանորեն համապատասխանում է այն բոլոր զարգացումներին, ինչ այսօր տեղի է ունենում Թուրքիայում, սկսած Էրդողանի իշխանավարումից եւ հատկապես 2016 թվականի ամռանը տեղի ունեցած անհաջող հեղաշրջման փորձից հետո, երբ Թուրքիայում ահռելի ծավալի ընդգրկունություն են ստացել ռեպրեսիվ մեթոդները բոլոր ոլորտներում։ Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի տնօրենը մտավախություն ունի, որ թուրքական իշխանության խոսքի ազատության իրավունքի սահմանափակման այս քայլն իր ազդեցությունը կթողնի նաեւ այլ ոլորտների վրա։ Դեմոյանը չի բացառում, որ սրանք գուցեև հաջորդեն մամուլում սահմանափակումները։ Ստամբուլում տպագրվող Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը մինչդեռ ազատության այդ զրույցում պնդեց անհանգստանալու հիմքեր չունեն։ Հիմքեր չունեն անհանգստանալու կամ մոտավոր ապակային համար տակնաբերու, որ այս վերջին տարիներին եղած դրական դեղաշարժերը կարող է ասենք փոխվեն, բան լինեն, այսի դժվար է այդպիսի հետևություններ անել այստեղ։ Գոչունյանը նշում է, որ նախկինում էլ Թուրքիայի խորհրդարանում օրինակ ցեղասպանություն եզրույթը ակտիվ չէր հնչում։ Ով է ասում, որ սրանից առաջ օրինակ համար ուստի ազգային մեծ ժողովի ետիկին դեռ ինչ որ ձևով երաշխավորված էր կամ այսպես ճանաչված հաստատված ազատություն դեր ցեղասպանություն տերմինը օգտագործելու համար։ Այն ժամանակ էլ չկար եւ որոշ բաներ լինում էին կամ չէին լինում։ Հիմա էլ այնպես է, այսինքն մենք դնելու եւ այդպես արհեստական բան իմաստ վերակրելով, բանանելով զարապերվելու պետք չունեն։ Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիրը վերջերս ընդունված օրենքը դիտարկում է որպես ընդդիմության եւ իշխանության հարաբերությունների ֆոնին կատարված իրողություն, ոչ ավելին։ Ընդդիմության եւ իշխանության թևերի հարաբերությունները մի քիչ բանանելու համար խորհրդարանի մեջ ավելի արդյունավետ կամ ավելի նորովի ասենք վերաբացավարելու համար այդպիսի նախաձեռնություն տնարեցին։ Հայաստանի քրդական ազգային խորհուրդ կազմակերպության նախագահ, Իշխող հանրապետական խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը մինչդեռ ազատության այդ զրույցում կարծիք հայտնեց, որ խորհրդարանական նոր կարգավորումները վտանգում են այդ երկրի ազգային փոքրամասնություններին։ Եթե 100 տարի առաջ մի ամբողջ ազգի նկատմամբ կատարվել է ցեղասպանություն եւ այդ ցեղասպանությունը հիմնականում հայերի որպես ազգ որպես կրոնական փոքրամասնություն վերացրեցին եւ այսօր այդ նույն բանը կատարում են քրդերի նկատմամբ։ Քրդերը եթե 20 միլիոն են, ինչու՞ չպիտի հնչի քուրդ կամ Քուրդիստան բառերը։ Թուրքական պետությունը տանում է ազգային փոքրամասնությունների ոչնչացման քաղաքականություն։ Հասանովը պնդում է, թուրքական իշխանությունները կրկնում են իրենց նախորդի քաղաքականությունը։ Գնում է դեպի դիկտատուրա, գնում է Օսմանյան կայսրության նորից Աթաթուրքի պետություն դերձելու գաղափարը։
Նշենք, որ թուրքական օրենսդիրների սահմանած այս նոր կարգը խախտած պատգամավորները ժամանակավորապես կհեռացվեն խորհրդարանի աշխատանքներից, ինչպես նաև նրանց աշխատավարձից 12,000 լիրայի չափով պահում կարվի։ Փոփոխությունների փաթեթին դեմ են քվեարկել ընդդիմադիր ժողովրդահանրապետական եւ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները։ Վերջիններիս Հայ ազգի պատգամավորներ Սելինա Դողանն ու Գարո Փայլանը հայտարարել են, որ կանոնակարգային փոփոխություններն անօրինական են եւ նպատակ են հետապնդում խորհրդարանում լռեցնել ընդդիմության ու փոքրամասնությունների ձայնը։